մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը պահանջ է ներկայացրել դատարանին Սյունիքի մարզի նախկին մարզպետ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից եւ նրան փոխկապակցված անձանցից կնոջից Էլիզաբետ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից Թստրերից եւ Վահե Հակոբյանի ծնողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ եւ շարժական գույք եւ 20 միլիոն ԱՄՆ դոլար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Պաշտպանության նախարարության Էնզորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը դիտավորության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վիճակ ստեղծելու նպատակով իրականացրել է իրեն պատկանող այլ անշարժ գույքերի ձևական օտարումներ եւ խարդախության եղանակով հափշտակել Պաշտպանության նախարարի հրամանով անհատույց օգտագործման իրավունքով իրեն հանձնված բնակարանը։ Արդյունքում 2019 թվականի հուլիսին Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերի 21 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է պաշտոնյայի։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ներքին գործերի նախարարության Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել։ Մասնավորապես Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար դիմել է նշված պաշտոնատար անձին, իսկ վերջինս վստահեցնելով թե ունի ծանոթ պաշտոնյաներ, ովքեր կարող են կաշառքի դիմաց 20 օրվա ընթացքում անօրինական կերպով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպել, կաշառքի միջնորդության պատրվակով Գյումրիի բնակչից ընդհանուր շուրջ 600 հազար դրամ է ստացել։ Գումարը ստանալուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել ու միջոցներ չի ձեռնարկել տրված խոստումը կատարելու ուղղությամբ։ Արմավիրի մարզի առաջին դատարանը վարույթ է ընդունել Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամ Քահանա Ասատրյանի եւ Տեր Թադե Քահանա Թախմազյանի հայցադիմումները։ Դատարանը հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել Ասատրյանի եւ Թախմազյանի գործունեությունը հոգեվոր հովի պաշտոնում։ Փետրվարի 16-ին Զովունի եւ Բարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Իրավաբանները դեպքի վայրում հայտնաբերել են Հոնքի Մագնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է Nissan Մագնիշի ավտոմեքենային, ապա կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից եւ իր մոտ պահվող հրազենից կրակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դիմել փախուստի։ Նա հայտնաբերել ու ձերբակալվել է։ Փետրվարի 12-ին Բագրատաշեն սահմանային անցակետով Հայաստան մոտ գործելիս սահմանապահները բռնել են Գավառ քաղաքի բնակիչ հետախուզվողի։ Անցած տարվա հոկտեմբերից 35-ամյա տղամարդը հետախուզվում էր որպես կալանքից խուսափող դատապարտյալ։ Նույն կերպ նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել նաև օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդ։ Անցած տարվա դեկտեմբերից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Ուկրաինայի իրավաբանների կողմից։ Փետրվարի 7-ին Էջմիածին Երևան ավտոճանապարհին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ BMW Մագնիշի մեքենայով հանդերձ բաժին է ներկայացվել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված 1 կիլոգրամ 148 գրամ քաշով։ Փետրվարի 16-ին Երևան Երասխ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարենն իր վարած Լադա Պրիորա Մագնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշնամիջյան հատվածում, վարորդը տեղում մահացել է։ Փետրվարի 16-ին Երևանի Կոմիտասի պողոտավերացական փողոցի խաչմերուկում բախվել են Nissan եւ Honda Մագնիշի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 16-ին Երևանի Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել Opel Մագնիշի ավտոմեքենայում։ Մինչև փրկարարների ժամանումը կրակի դեմ պայքարել են վարորդը, Երևանի բնակիչ 22-ամյա Վրեժն ու քաղաքացիները, ապա ժամանակ հրշեջները մարել են, այն սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, դժվարներ չկան։ Փետրվարի 16-ին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել են պահեստային բաքերը եւ մեկ բեռնատար ավտոմեքենա, դժվարներ չկան։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ։ Օրենսպեկ պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության Գոգավան անցակետը ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը Հայաստանի Հանրապետությունից պետք է շարժվեր դեպի Վրաստան։ Մեքենան ենթարկվել է մաքսային զննության,
Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ եւ ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքները ապամոնտաժելուց հետո հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ, ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կիլոգրամ 319 գրամ, որից 540 գրամը ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը սպիտակ ոսկու կամ արծաթի նմանվող մետաղից։ Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնել էր քրեական բարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։ Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։ Նույն օրը ժամը 17-ին Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային 3 հեռախոս եւ գաղտնի փականով դանակ։ Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաեւ Աղարշյան փողոցի նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին Lexus, Tesla, Renault, Nissan Rouge, Jeep Cherokee, Toyota Camry, Mercedes, Volt, Hyundai Elantra, Mazda, Ford Fusion, Toyota, Kia Forte, Chevrolet Malibu ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։ Ձեռնարկում են միջոցներ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ 31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։